այս հանգրվանին հասնելը, մեր տնտեսվարողները ինչ ճանապարհ են անցել, դուք աշխատել եք նրանց հետ, օրինակ չգիտեմ, կերերից սկսած պայմանների բարելավելուց սկսած, ինչ է փոխվել այս ընթացքում։ Մենք եթե խոսքը հենց վերաբերում է ձկնաբուծարաններին, այսինքն ձուկ ձկնամթերք արտահանող կազմակերպություններին, մենք գրեթե իրանց հետ աշխատում ենք ամեն օրվա պարբերականությամբ, քանի որ այն կազմակերպությունները, որոնք որ ԵԱՏՄ երկրներ կամ այլ երկիր ապրանք են արտահանում, իրանք իսկ արդեն կա երրորդ երկրների ռեեստրը գոյություն ունի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մենք այս 1 տարվա ընթացքում արդեն շատ արագ եւ հիմնավոր աշխատում ենք, մենք ստեղծում ենք մեր ներքին ռեեստրը, այսինքն դա կլինի մեր պետական ռեեստրը, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ բացի այն ռեեստրներից, որոնք որ միջազգային պայմանագրերով հաստատված է, որ պետք է պարտավոր են լինել այդ ռեեստրներում, կան երկրներ, որոնք որ կիրառում են այդ պրակտիկան, իրանք ունեն իրենց երկրների ներքին ռեեստրը։ Մենք ներքին ռեեստրը ասվածով գիտենք, ճիշտ է մեր կազմակերպությունների, թե գտնվելու վայրը, թե իրանց ծավալների վերաբերյալ տեղեկատվություն ունենք, բայց հիմա մենք ստեղծել ենք, արդեն ունենք բավականին մեծ ինֆորմացիա այդ ռեեստրում, մեր ներքին ռեեստրը, որը որ ամեն օրվա ռեժիմով հույս ունենք, որ կմեծանա եւ կծավալվի։ Ինչ վերաբերում է հարցին, մենք էլ եմ կրկնում, ամեն օրվա ռեժիմով աշխատում ենք իրանց հետ եւ մենք մեր տնտեսությունների գնահատականը գրեթե բոլորինը, ով եթե անգամ մեկ անգամ բեռ է արտանել Հայաստանի Հանրապետության տարածքից, մենք հստակ գիտենք իրանց ինֆորմացիան կերի վերաբերյալ, իրանց քանակների վերաբերյալ, գտնվելու վայրի վերաբերյալ, բուժումների վերաբերյալ, այսինքն մեր անասնաբուժության վարչությունը, սահմանային վերահսկողության բաժինը, բոլոր, այսինքն եթե կեր է մտնում երկիր, միանշանակ ինքը ստուգվում է, մենք տեսնում ենք այդ կերի հետագծելիությունը, եթե հումք է մուտք գործում երկիր, ստեղ արտադրվում այդ կերը, միանշանակ այդ ամեն ինչը վերահսկողության տակ է, այսինքն յուրաքանչյուր տնտեսություն մենք գիտենք, որ փուլում ինչ է օգտագործում։ Դուք նշեցիք, որ Եվրամիություն ձուկ ձկնամթերք արտահանող ընկերությունը պետք է առողջի փորձագիտական համակարգում գրանցվի, ձեր միջոցով, ձեր աջակցությամբ։ Հա, առաջի գրանցումը իրականացնում է տեսչական մարմինը։ Մի փոքր կմանրամասնեք առողջի փորձագիտական համակարգում գրանցվելը Իհարկե նշեցիք, որ կոդ են ունենում, բացի արդեն արտահանում, բայց ընդհանուր առմամբ սա ինչ է տալիս։ Ամենալայն հնարավորությունն է, որ եվրոպական միության երկրներ կարող են իրականացնել արտահանում, այսինքն եթե իրանք չլինեն հաշվառված եւ գրանցված թրեսիս համակարգում, իրանք ֆիզիկապես ուղղակի չեն կարող արտահանում անել, այսինքն համար մեկ հնարավորությունը դա է, մնացածը դե արդեն առաջի արտահանումից հետո կարծում եմ, որ շեշտը ավելի շատ բիզնեսինն է, իրանք պետք է այնտեղ տեղում հասկանան իրանց առավելությունները եւ թերությունները տեղի շուկայում։ Նշեցիք, որ մեկ արտահանման ծավալների պատկերացում ունենք։ Չէ, ծավալների վերաբերյալ ինֆորմացիա ոչ այդ 18 կետերում, ոչ առաջնային ստուգման ընթացքում մենք չունենք, այսինքն մենք չենք կարող ստիպել տնտեսվարողին ասել այլ թրեսիս համակարգում առաջին անգամ գրանցվելու վերաբերյալ մեզ ինֆորմացիա տվեք, թե ինչքան եք դուք արտանելու։ Հիմա միգուցե այդ մարդը մի տոննա արտանի, միգուցե գնային քաղաքականությունն այնքան լավ լինի, օրեկան մի տոննա արտահանի, այսինքն տենց պահանջ չկա, բայց ստուգման ընթացքում մենք գիտենք իր կազմակերպության, այսինքն արդեն արտադրական ծավալները, թե ինչքան ինքը կարող է մաքսիմալ արտադրել եւ ինչքան կարող է արտանել, բայց որոշումը ստեղ արդեն մնում է տնտեսվարողի հայացողությանը, թե ինքը վաճառք իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքում, թե այլ երկրներում։ Ոլորտում առկա շարժը, հետագծելությունը, ապրանքների, ընկերությունների կատարված աշխատանքին ծանոթ եք։ Իհարկե, այս պահի դրությամբ դուք մեկ կազմակերպության մասին խոսեցիք, կառավարության նիստում 5 ընկերության մասին եք խոսում, ինձ հետաքրքիր մոտավոր պատկերացում ունեք դաշտում առկա ընկերությունները որքանով են պատրաստ այս հնարավորությունից օգտվելու համար։ Ասեմ, դաշտում առկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Ստեղ արդեն մնում է թե բիզնեսի հետաքրքրվածությունը ինչքանով կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելու,
Բայց ես կարծում եմ, որ առաջի խմբականակը արտահանվելուց հետո, երբ որ կհասկանան, որ ինքը իրանից այդ ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, բոլորի, այսինքն այդ 5 կազմակերպություններից բացի, եւս մենք կստանանք ավելի շատ դիմումներ։ Այդ մեկ կազմակերպությունը արդեն իսկ գրավոր է դիմել, հետաքրքրվածությունը կա լայնածավալ ավելի, տնտեսարողների մոտ 1-ը չի, 5-ը չի, բայց մեկը հստակ արդեն գրավոր դիմում է ներկայացրել 3 տեսչական մարմին, 5-ը դիմել էին էկոնոմիկայի նախարարություն, սպասելով թե երբ են լինելու այդ պատրաստի չեկլիստները, որոնց հիման վրա մենք իրականացնելու ենք ստուգումները, կարծում ենք, որ առաջի արտահանումից հետո ծավալը ավելի կմեծանա։